Այո, մենք պատվում ենք մեր ծնողներին եւ մեզ համար ողբերգություն է ուղղակի, որ այդ մարդիկ իրենց ծնողներին են ուղարկում առաջիկից։ Ուղղորդում են։ Եթե չեն ուղղորդում, ինչպես է պատահում, որ մարդը ցերեկով անցնելուց ինչ որ միջադեպ է տեղի ունենում առանց, նորից եմ ասում, մեր երիտասարդները բացարձակ նպատակ չունեն որևէ մեկին ստիպելու, ճնշելու կամ ինչ որ բաներ ասելու, դա ընդունված է։ Եթե իրենք մոտենում են, խոսում են, եթե մարդիկ չեն ուզում, հեռանում են։ Ոչ մի բան չեն անում։ Ոչ մեկին ոչ քաշում են, ոչ քաշքշում են։ Երկրորդ չեն էլ իմացել ով է այդ կինը։ Բացարձակ չեն իմացել։ Երեկոյան մարդը վերադարձել է հեռախոսով եւ ձեռնափայտով եւ այդ ժամանակ է նոր իմացել, թե ով է ինքը։ Ասում են խանութից էր գալիս պատահական, տեսել է ձեռից քաշելով, ըստ Վահագն Ալեքսանյանի ձեռքից քաշելով, փորձել եք ստիպողաբար ստորագրել տար կնոջը եւ արժանացել եք այդպիսի։ Անկեղծ ասում եմ, տեսանյութերն էլ կան, ամեն ինչներ կան։ Իրենք ինչ պիտի ասեն, այդ ստախոսները ինչ պիտի ասեն։ Ուրիշ բան ունեն ասելու։ Չունեն։ Իսկ Վահագն Ալեքսանյանի դրան առջև սատկած մուկ գցելը, իր բնակավայրում այդ իր պաստառները տարածելը, խոզի պատկերները տարածելը, դա ինչ որ ցուցումով է եղել, ոնց է եղել։ Դա մեր երիտասարդների քաղաքական ակցիան է, ինչպես ասում են։ Մուկ գցելը հավանաբար ինքն է դրել այդ մուկի իր տան դիմացը, որը չեն արել տանել։ Բացարձակ։ Զուտ խոզն է եղել եւ պատկերը ենթադրում։ Եղել, ինչ խոզ։ Խոզուկ էր այնտեղ ըստ տարածված։ Խոզուկ է, ասում եք, ես ինձ թվաց կենթանի սատկած։ Չէ, կենթանի չէ, բայց պատկեր է։ Քաղաքական գնահատական են տվել։ Հիմա այդպես է, չէ՞, ինչ ասում են քաղաքական գնահատական։ Ողջունում եք դուք դա, որ մարդու բնակավայրում տանեն այդպես տարածեն դա։ Ողջունում եմ, իմ ողջունել չողջունելը կապ չունի։ Մեր երիտասարդները արտահայտել են իրենց քաղաքական, այսպես ասած, գնահատականը։